Ներկայիս արձանագրումներ և ապագայի ծրագրեր։ Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց 2025 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի և արդեն 3-րդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։ Ես և մեր ընտանիքը մեր ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել ենք օգնելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին։ Արվածի ծավալների մասին ուզում եմ առաջին անգամ հակիրճ կերպով խոսել։ Վստահ եմ, որ վերջին 17 տարիների ընթացքում մենք միայն կրկնապատկել ենք աշխարհասփյուր հայության ներդրումները հայրենիքում և ստեղծել ենք աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդն ապրի իր հայրենիքում և վաստակի իր հանապազօրյա հացը, որի մասին միշտ համեստորեն լռել ենք։ Բայց միայն այստեղ հասկացա, որ մեր հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ եմ, որ նրանցից շատերն ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ և չվախենալով հսկիչների ներկայությունից բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին 7 տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը և արդարադատությունը վերականգնվելու է։ Պայքարելու ենք։